Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Ողջույն Նարեկ ջան։ Եվ պարոն Մկրտչյան, մինչ թեմաներին անդրադառնալը մեկ հարց ձեր եւ Սամվել Կարապետյանի միջև դատական, գործից ըստ էության հայտարարվեց, որ դուք պետք է ներողություն խնդրեք Սամվել Կարապետյանից, դուք պատրաստվում եք ներողություն խնդրել, թե ոչ Ռուսաստանցի գործարարից։ Պետք է ասեմ, որ այո, դատական ակտ կա արդեն իսկ կայացված, բայց որևէ պարագայում չեմ պատրաստվում ներողություն խնդրել բացարձակ ճշմարտությունների համար, չեմ պատրաստվում ներողություն խնդրել իմ հանրային խոսքի եւ կարծիք արտահայտելու համար, եւ սա դիտարկում եմ ուղղակի ազատ խոսքը, ազատ կամ արտահայտման իրավունքը սահմանափակելու այսպես քայլ գործողություն ուղված, ազատ խոսքի դեմ ուղված գործողություն եւ պատրաստվում եմ նաեւ դատական հայցը բողոքարկել Վերաքննիչ ատյանում։ Ես լսել եմ, որ նաեւ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն է պատրաստվում բողոքարկել, թող բողոքարկեն, դատական իշխանությունը որոշում կկայացնի, կտեսնենք։ Հանուն արդարության եկեք մի փոքր մանրամասնենք հանրությանը, թե ինչի համար է Սամվել Կարապետյանը ինձ դատի տվել, եւ օգտվելով առիթից հերթական անգամ այդ պնդումները ես անեմ ձեր եթերից։ Նրա համար, որ ես ասել եմ, որ Սամվել Կարապետյանը Կտրիչ Ներսիսյանի պաշտպանությունն օգտագործելով փորձ է կատարում մուտք գործել Հայաստանի Հանրապետությունում քաղաքականության մեջ, դա արել եմ իր հայտնի հայտարարությունից 30 վայրկյան, 40 վայրկյանանոց հայտարարությունից հետո անմիջապես, ու դրանից հետո հաջորդել է Սամվել Կարապետյանի մուտքը դեպի քաղաքականություն Հայաստանի Հանրապետությունում, սա բացարձակ ճշմարտության եւ կանխատեսելիության իմ կողմից արված կանխատեսման բացարձակ իրականության արտացոլումն է եւ նոնսենսի հետ գործ ունենք իրականում։ Ես բողոքարկելու եմ այդ դատական հայցը եւ անկախ ամեն ինչից չեմ պատրաստվում ներողություն խնդրել իմ արտահայտած կարծիքների համար։ Դրանք կարծիքներ են, դրանք վերլուծություններ են, դրանք տեսակետներ են, դրանք կանխատեսումներ են, որոնց համար ես չեմ պատրաստվում լռել եւ այն փորձերը, որ մի քանի միլիոնանոց դոլարային միլիարդատերը ներկայացրել է մի քանի միլիոնանոց, մի քանի միլիոն դրամանոց պահանջ միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հույս ունենալով, որ կլռեցնի ինձ, կարծում եմ չարաչար սխալվում են եւ ոմանք այս համատեքստում նաեւ երազախապությամբ են տառապում։ Պարոն Մկրտչյան, բայց դուք ըստ այս իրենց հրապարակած հերքման տեքստի օրինակի, որ ուզում են դուք ձեր Facebook-յան էջում տեղադրեք, դուք վիրավորել եք, ասել եք մեջ բերեմ ես մեջ բերում եմ, չմտածեն թե բան եմ անում եւ մի դատական հայցել իմ դեմ ներկայացնեն, զուտ իրանց պատրաստած տեքստից մեջ բերում եմ անում։ Թերուս քնձխների գծած պլանն հազիվել այդքան լինի, վայմե վույմե պեսկով ալո։ Այ իրենք ըստ էության ուզում են, որ դուք իրենցից ներողություն խնդրեք, իրենց թերուս քնձախ անվանելու համար, այստեղ քաղաքական կարծիքը։ Նարեկ թերուս քնձխներ ձևակերպումը պետք է նախ վերծանել, դա բացառիկ հեղինակային իրավունքներ ունի, որը ինձ է պատկանում։ Հաջորդը պետք է պատասխանեն, իրենք որտեղ են այդտեղ իրենց տեսնում, թերուսի մեջ են տեսնում, քնձխի մեջ են տեսնում, վայմեի մեջ են տեսնում, վույմեի մեջ են տեսնում, թե Պեսկովի թասիբն են պահում, թե Պեսկով ասելով հասկանում են Սամվել Կարապետյան։ Սա շատ կարևոր է։ Այ օրինակ առանձին դրվագներում ես անդրադարձել եմ Սամվել Կարապետյանին ուղիղ անվանական, որտեղ կարող էր դատարանը հանցակազմ տեսնել կամ չտեսնել։ Այ կոնկրետ դրվագով, որի մասով որոշում է կայացվել, կներեք պետք է հասկանանք, կամ հայցը, որ ներկայացվել է այդ համատեքստում, պետք է հասկանանք, որտեղ են իրենց տեսել։ Թերուսի մեջ, քնձխի մեջ, վայմեի մեջ, վույմեի մեջ, թե Պեսկովն իրենց քաղաքական հայրիկն է հանդիսանում եւ Պեսկովին վիրավորելով իրենք իրենց վրա են վերցնում։ Սա շատ կարևոր է։ Ես շնորհակալ եմ, որ դուք մեջ բերեցիք։ Հիմա դուք ասեք, դուք որպես քաղաքացի, որպես լրագրող, որտեղ տեսաք Սամվել Կարապետյան անուն ազգանունը։ Որևէ մեկը Սամվել Կարապետյան անուն ազգանունը տեսավ այստեղ։
Ինչի մասին է խոսքը։ Այդ սրա այդ նոնսենս, որ ասում եմ, այդ սրա մասին է խոսքը։ Որտեղ է Սամվել Կարապետյան անուն ազգանունը։ Ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ, եթե իրենք հայց են ներկայացրել, թող բարի լինեն նաև ներկայացնեն, թե իրենք իրենց որտեղ են տեսել այդ ամեն ինչի մեջ։ Այո, թերուս քնձխները Հայաստանի Հանրապետության դեմ նոր ծրագրեր ու նոր պլաններ են, նոր դավեր են նյութում։ Ու նկատի ունեք։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնության թերուս քնձխներին, ովքեր Պեսկովի ոտերի տակ թավալ գալով Հայաստանի Հանրապետության ներսում քաղաքական process-ների վրա ազդեցություն են ուզում ունենալ եւ նրանց ուղղորդմամբ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական process-ների մեջ ներգրավվածություն են ունենում։ Թե ում նկատի ունեմ, ճակերտները կբացեմ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին։ Հիմա թե ով է իրեն էս համատեքստում իմ արած էս հայտարարության մեջ տեսնում, սա իր անձնական խնդիրն է։ Պարոն Մկրտչյան, այս խոսույթի հետ կապված օրինակ ԵԽԽՎ-ի վերջին բանաձևում կոչ էր արվում Հայաստանի իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին բանավեճերում, քննադատություններում լինել ավելի էթիկայի կանոններին հետևող, բովանդակային կազմակերպել այդ ամենը ոչ թե վիրավորանքներով։ Այդ դուք օրինակ կհետևեք սրան, թե ոչ։ Ես միշտ եմ հետևում Բայց այս բառապաշարը այդ մասին է քննում։ Ես նորից եմ կրկնում Facebook-յան էջը, իմ Facebook-յան էջը, դա իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իմ կարծիքներն ու տեսակետներն եմ արտահայտում։ Ում դուր է գալիս մնում այն Facebook-յան հետևորդների շարքում, ում դուր չի գալիս, բարով գնային Facebook-յան հետևորդների շարքից հեռու, դեպի թերուս քնձխների շրջապատ։ Կներեք, սա ինչի մասին է։ Ինչի մասին է։ Հանրային բանավեճերում ես հնարավորինս փորձում եմ լինել կոռեկտ, հնարավորինս փորձում եմ էթիկայի կանոնները պահպանել եւ որևէ պարագայում որևէ մեկին չվիրավորել։ Սա ինձ մոտ սկզբունք է։ Չվիրավորել եւ էթիկայի սահմանները չանցնել այնքան ժամանակ, քանի դեռ դիմացինը չի անցել։ Իսկ եթե դիմացինը որոշի էթիկայի կանոնները խախտելով հակադարձել կամ անդրադառնալ ինձ, թե կներեք, ես առաջնորդվում եմ իմ կյանքում հայտնի ասացվածքով կակոյի պրիվետ, էլ բեթար ատվեց սկզբունքով։ Եթե մտածում եմ, որ ես պետքա լռեմ, ես պետքա այդ վիրավորանքներին եւ հերուրանքներին այլ կերպ պատասխանեմ, չարաչար սխալվում եմ։ Պարզապես դուք Facebook-ում հիմա նայում եմ ունեք 55,000 հետևորդ։ Facebook-ն էլա, չէ՞, հանրային կյանքի մի մաս կազմում, այնտեղ ինչու կարելի է օրինակ վիրավորանք օգտագործել։ Facebook-ը նորից եմ կրկնում իմ անձնական տիրույթն է եւ այնտեղ ես ազատ եմ իմ մտքերը շարադրելու եւ կրկնում եմ, ովքեր իրենց թերուս քնձխների միջակայքում կամ թերուս քնձխների տակ են պատկերացնում, դա իրենց անձնական խնդիրն է։ Լավ, քանի որ հասանք Facebook-ին, ձեր վերջին գրառումը KGB-ի ագենտի ձեռքը համբուրելը մի ուրիշ կարգի մեղք է, լավ է լինելու ժողովուրդ ջան, սա ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ այն, ինչ որ գրել եմ, որ KGB-ի ագենտի ձեռքը համբուրել չի կարելի, Հայաստանի Հանրապետության ներսում KGB-ի ագենտների ձեռքերի հետ պետքա վարվել երկու տարբերակով՝ ոլորել եւ ուղղորդել համապատասխան անկյունը կամ ծակը, ոչ թե համբուրել։ Իսկ թե ում նկատի ունեի, ինչ նկատի ունեի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ փայլուն կերպով հասկացել են, կարծում եմ։ Էլի էթիկայի կանոնները պահելով, էլի մարդկային որակները պահելով, անցած ճանապարհը հարգելով, թույլ տվեք ես ավելին չասեմ։ Ինչու օրինակ ով է KGB-ի ագենտը եւ ով է համբուրել KGB-ի ագենտի ձեռքը ըստ ձեր գրառման։ Ըստ իմ գրառումը հետևել է կոնկրետ վերջին շրջանի իրադարձություններին եւ այդ իրադարձությունների ընթացքում ոմանք գնացել են այդ քայլին, ես նորից եմ կրկնում, հաշվի առնելով անցած ճանապարհը, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ճակերտներն ավելին բացել, եթե այդ շրջանակները ավելի հեռուն չգնան, իսկ ես վստահ եմ, որ նրանք առնվազն
իրենց խելքը հացի հետ չեն կերել, որպեսզի հեռուն գնան եւ այդ ճակերտները բացեն։ Բացվելու պարագայում ես հենց ձեր լրատվամիջոցի, ձեր YouTube-յան ալիքի միջոցով, ձեր թույլտվությամբ անպայման կհակադարձեմ այդ ամեն ինչին։ Պարոն Մկրտչյան, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում կաթողիկոսին է անվանում KGB-ի գործակալ եւ այդ ձեռք համբուրելու տեսարանն էլ մենք ականատես եղանք Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կողմից, դուք այս իրադարձությունը նկատի ունեք։ Այն որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում Կտրիչ Ներսիսյանին եւ Ներսիսյան ընտանիքի որոշ անդամների վերագրումը ԿԳԲ գործակալ լինելու մեջ դա փաստ է։ Առանձին կոնկրետ դրվագի մասին դուք խոսեցիք Արամ Սարգսյանի այդ ձեռք համբուրելու դրվագին անդրադարձակ, կներեք, ես այդ մասով իմ կարծիքը արտահայտել եմ եւ շարունակում եմ պնդել, որ ԿԳԲ ագենտի, ԿԳԲ գործակալի ձեռք համբուրելը մի ուրիշ կարգի մեղք է եւ այդ ձեռքը չի կարելի համբուրել։ Այդ ձեռքը պետքա կտրել, այդ ձեռքը քաղաքական առումով, իրավական առումով կտրել։ Այդ ձեռքը պետքա կտրել, այդ ձեռքը պետքա ոլորել եւ ուղղորդել այն ծակը, որտեղ որ պետքա լինեն բոլոր օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալները։ Ես այդ տեսարանի հետ հաշտ չեմ, ես իմ տեսակետն ու դիրքորոշումն արտահայտել եմ, ես սկզբունք ունեմ եւ ես իմ սկզբունքներին չեմ դավաճանում երբեք։ Ըստ էության հիմա ձեր եւ Հանրապետություն կուսակցության Արամ Սարգսյանի հարաբերությունները լարված են։ Ես չի ասի, որ լարված են։ Դե եթե այսպեսի գրառում եք անում Դե առնվազն կոնկրետ մի դրվագով անհամաձայնություն ունենալը կարծում եմ իմ իրավունքն է եւ ես այնպես չի, որ առաջնորդվում եմ շեֆ վասալ կամ շեֆ ենթակա տրամաբանությամբ, ես ավելի անկախ մարդ եմ, ես որևէ կուսակցության անդամ չեմ, առավել եւս Հանրապետություն կուսակցության անդամը չեմ, հետո ինչ որ վաղարշապատում կուսակցությունն իբրև հենարան ինձ համար հանդիսացել է եւ առաջադրվել եմ իբրև տեխնացու, այնպես որ ես ավելի ազատ եմ իմ կարծիքներն արտահայտելու ուղղությամբ։ Եվ պարոն Սարգսյանը կարծում եմ տարբեր առիթներով մեկնաբանել է իր այդ գործողությունը, ես ավելին ասելու չունեմ եւ ես ինքս որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ Կտրիչ Ներսիսյանին չեմ նույնականացնում ինստիտուտի հետ եւ Կտրիչ Ներսիսյանը ամենևին հայ առաքելական եկեղեցին չէ եւ ինստիտուտը չէ, ավելին ես Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին չեմ նույնականացնում նախագահի ինստիտուտի հետ եւ այդ համատեքստում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին համարում եմ իշխանության ուզուրպատորներ տասնամյակներ շարունակ։ Ի տարբերություն։ Իսկ դուք օրինակ Արամ Սարգսյանի հետ այս հարցը քննարկելու առիթ հնարավորություն ունեցել եք։ Ես անկեղծ ասած չեմ ունեցել այդպիսի առիթ եւ ինքս էլ չեմ փնտրում այդպիսի առիթ, որպեսզի քննարկեմ այս հարցը։ Ինքը իր տեսակետը արտահայտել է, ամեն մեկս պարտավոր ենք առնվազն մարդկանց կարծիքն ու դիրքորոշումն ու անձնական պատկերացումները հարգել։ Ես ունեմ իմ պատկերացումները, ես ունեմ իմ դիրքորոշումը, ես ունեմ իմ սկզբունքները, որոնց ես անդավաճան եմ։ Տեսեք, բայց եթե դուք այսքան ժամանակ անցել է, մի գրառում էլ արել եք հենց այդ օրերին, բայց եթե էլի գրառումները կանում, սպասում մի բան կա, որ թեման դեռ Քավլիցի, երբ որ հանրության շրջանում քննարկումներ ա ծավալվում, լայն շերտերում հանրության քննարկումներ ա ծավալվում, որ Կտրիչ Ներսիսյանը արդյոք ինստիտուտ է թե ոչ, Կտրիչ Ներսիսյանի ձեռքը կարելի է համբուրել թե ոչ, Կտրիչ Ներսիսյանը կամ Ներսիսյան ընտանիքի որոշ անդամներ ԿԳԲ գործակալ են թե ոչ, ես ազատ եմ գրառումներ անել այնքան, որքան որ ես կցանկանամ։ Չկա որևէ այդպիսի լարում, չկա որևէ այդպիսի միտում, քավլիցի, կա տեսակետ, կա տարբերվող տեսակետ, որը արտահայտվում է եւ ես ակնկալում եմ, որ այդ տեսակետը ինչ որ մի этаպում գուցե նաև ընկալելի լինի կոնկրետ շրջանակի կողմից։ Այդ տեսակետների բախումն ու տեսակետների հակադրությունը հիմնականում կայանում է ընտրությունների գնալու հետ։ Ես ընտրությունների գնալու տարբերակը տեսնում եմ բացառապես միասնական ճակատով առողջ քաղաքական ուժերի, ժողովրդավարական քաղաքական ուժերի համախմբման միջոցով, իրական հակակշիռ եւ իրական այլընտրանք ձևավորելու ճանապարհով,
այս ճանապարհին մեր տեսակետները տարբեր են, Հանրապետություն կուսակցությունը որոշել է, որ պետք է միայնակ գնա ընտրությունների, ես նրանց հաջողություն եմ մաղթում, չնայած ինքս էլ համոզված չեմ, որ այդ հաջողությունը կգրանցեն իրենք, որովհետև ուժերի բալանսը եւ առնվազն այն իրավիճակը, որ քաղաքական դաշտում մենք այսօր ունենք, թույլ չի տալիս ինձ այդպիսի լավատեսություն հաղորդել հանրությանը։ Ամեն դեպքում իրենք ազատ են, կարող են գնալ միայնակ, կարող են գնալ մասնակցել ընտրությունների, փորձել իրենց ուժերը եւ ամենայն անկեղծությամբ հաջողություն եմ մաղթում իրենց, որովհետեւ Հանրապետություն կուսակցությունը ես ինքս նաեւ բազմիցս նշել եմ, որ անկախականների կուսակցությունը առնվազն այնտեղ կրեմլահապատակ այդ նկարտումներ ունեցող շրջանակներ չկան, այդ կուսակցությունը խոսում է Հայաստանի Հանրապետության անկախությունից, ինքնիշխանությունից, կարող է գրանցել հաջողություն 2026 թվականի ընտրություններին, թե ոչ, դա ցույց կտա ժամանակը, իմ խորին համոզմամբ ոչ, Հայաստանի Հանրապետությունում առողջ քաղաքական ուժերից որևէ մեկը ընդունակ չէ առանձին քաղաքական process-ների վրա ազդեցություն ունենալ, ցավոք սրտի ես սա ցավով եմ արձանագրում։ Այստեղ է խնդիրը, այստեղ է իմ տարընկալումն ու իմ տեսակետի տարբերությունը, որ ես կոչ եմ անում, կրկին անգամ օգտվելով ձեր ընձեռած հնարավորությունից, ձեր եթերից կոչ եմ անում առողջ քաղաքական ուժերին, անհատներին, վերլուծաբաններին համախմբվել հանուն Հայաստանի Հանրապետության եւ մտածել այս երկրի մասին, ինչպես կասեր սպարապետ լուսահոգի Վազգեն Սարգսյանը։ Պետք է մտածել այս երկրի մասին, պետք է սիրել այս երկիրը, պետք է սիրել այս ժողովրդին։ Ու այդ համատեքստում ես նորից եմ կրկնում, ըստ էության տարաձայնություններ են եղել ձեր մեջ, թեկուզ օրինակ Վաղարշապատի ընտրություններից հետո, որ դուք հիմա իրար այսպես ստատուսներով պատերազմում եք։ Չէ, պատերազմի մասին խոսք չկա։ Վաղարշապատի ընտրությունների մասով ես իմ տեսակետը դեռ կարտահայտեմ, վստահեցնում եմ ձեզ, ճիշտ պահին, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին կոչով կդիմեմ վաղարշապատցիներին, իմ ընտրողներին, անձամբ իմ ընտրողներին եւ Վաղարշապատի ընտրություններն այստեղ կապ չունեն։ Վաղարշապատի ընտրություններից ես հետևություններ եմ արել, բազմաթիվ հետևություններ եմ արել եւ այդ հետևությունների համատեքստում է, որ ես կոչ եմ անում այդ ուժերին, առողջ քաղաքական ուժերին, բաց ճակատով կրկին անգամ չգնալ ու չհարվածել պատին։ Որովհետեւ գիտես, Նարեկ, ես ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության հաջորդ խորհրդարանը 2026 թվականին ընտրվելիք խորհրդարանը չլինի 2021 թվականի խորհրդարանի հայելային արտացոլանքը կամ շատ փոքրիկ տարբերություններով այդպիսի խորհրդարան։ Ես ցանկանում եմ, որպեսզի այդ խորհրդարանում առնվազն լինի մի արբիտր ուժ, որը թե կզսպի 5-րդ Շարասյանը, թե կաշխատեցնի օրվա իշխանությանը, ինքնանպատակ չհայոյելով իշխանություններին եւ քաղաքական դաշտը կառողջացվի։ Արդյոք սրանա միտված առանձին գնալ ընտրությունների այդ տարբերակը, թե ոչ, սա ցույց կտա ժամանակը։ Ես նորից եմ կրկնում, առանձին գնալու պարագայում այդ ուժերը զբաղված են լինելու եւ զբաղվելու են ձայներ փոշիացնելով։ Իսկ ես ձայների փոշիացման մեջ չեմ կարող ներգրավել մի պարզ պատճառով, որովհետեւ հասկանում եմ, որ օրվա իշխանությունների դեմ մի ամբողջ մեքենա է գործում եւ այդ մեքենայի խնդիրն է Հայաստանի Հանրապետությունում Գյումրի 2-ի միջոցով իշխանություն վերցնել։ Հիմա ֆավորիտները Փաշինյան, Քոչարյան, Կարապետյան, այս անունների դասավորությունը ուղղակի պատահականությամբ եմ ասում, բայց իրենք են հիմնական խաղացողը, թե ով ինչ կան կհավաքի դա, բայց հիմա այդ մթնոլորտում ենք ըստ էության գնում 26-ի ընտրություններին։ Այո։ Ցավոք սրտի, այո, այդ մթնոլորտն է, ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ այստեղ իշխանություններն էլ իրենց մեղքի չափաբաժին ունեն, ցավոք սրտի իշխանությունները չափից ավելի մեծ սպասումներ ունեն հանրությունից, չափից ավելի մեծ ակնկալիքներ ունեն։ Այս համատեքստում ուժերի այս դասավորվածության պայմաններում ես ինքս ուրախ կլինեմ, որ իշխանությունները հանուն արդարության հաջողություն գրանցեն, որովհետև հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը գնալու է
ռուսամետների ձեռքը, Հայաստանի Հանրապետության ապագան շատ ավելի մշուշոտ է լինելու, այս համատեքստում ես այս օրակարգի կողմնակիցն եմ։ Մյուսը, այն ինչ որ ես եմ առաջարկում, բևեռ դառնալն է իրական այլընտրանք ձևավորելն է եւ հանրության առաջ ներկայանալն է։ Ցավոք սրտի, բոլորն իրենց կոստյումների մեջ իրենց պատկերացնում են Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ։ Ցավոք սրտի, ոմանք իրենց կուսակցական ընկերների նկրտումներին տուրք տալով գնում են այս ճանապարհով։ Քավլիցի ազատ են իրենք։ Ես նորից եմ կրկնում, բոլորին հաջողություն եմ մաղթում, եթե ես ինքս էլ չմասնակցեմ ընտրությունների, ամենայն անկեղծությամբ հաջողություն եմ մաղթում իրենց այդ ընտրություններում, բայց շարունակում եմ պնդել, այդ պարագայում պետքա այդ բևեռացվածությունը ել ավելի խորացվի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա գնա ընտրությունների երկու հանգամանք հաշվի առնելով։ Ինքը կամ գնում եւ ընտրում է Հայաստանի Հանրապետության գուբերնացումը կամ գնում եւ ընտրում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, խաղաղությունը եւ այդ համատեքստում իշխանությունն անմարցելի է ցավոք սրտի, քանի դեռ չկա այդ կոնսոլիդացիան։ Իսկ ես հուսով եմ, որ մինչեւ 2026 թվականի նախընտրական այդ թոհուբոյի մեջ մտնելը քաղաքական առողջ ուժերը հետևություններ կանեն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիշողությունը մի վերջին անգամ իրենց կհիշեցնի, թե ինչքան խորն է այդ քաղաքացիների հիշողությունն ու իմաստությունը։ Ամեն դեպքում ես չեմ տառապում բարդույթներով անպայմանորեն մասնակցել ընտրությունների, ինքնանպատակ մասնակցել ընտրությունների, գնալ տապալվել այդ ընտրություններում, գնալ բաց ճակատով հարվածել հերթական անգամ պատին։ Ես շատ իրատես մարդ եմ, ես ի տարբերություն ոմանց ջայլամային քաղաքականության դեմ եմ միշտ գործել իմ ողջ կյանքում եւ շարունակում եմ գործել։ Ու ի տարբերություն ոմանց պետք է ասեմ, որ Հարություն Մկրտչյանի սկզբունքներն ու դիրքորոշումները վաճառքի ենթակա չեն, Հարություն Մկրտչյանի սկզբունքներն ու դիրքորոշումները փոփոխության ենթակա չեն։ Ես դեմք դիմագիծ ունեցող անհատ եմ։ Անդրադառնանք Լավրովի հայտարարություններին, Ռուսաստանում, Մոսկվայում պաշտոնական շրջանակները տարօրինակ են ընդունում, համարում են հայտարարությունները, թե իբր հյուսիսից վտանգներ են սպառնում Հայաստանի ժողովրդավարությանը, ապագայում կանալիք ընտրություններին միջամտությունն են մասին խոսակցություններն են տարօրինակ համարում։ Ինչու եք նման բաներ տարածում, որ Լավրովն էլ տարօրինակ է համարում դա։ Կներեք, Լավրովը աչքերը թող լայն բացի, Դուգինների հայտարարությունները նայի, Սալավյովների դուրս պրծուկ Սալավյովի հայտարարությունը մի հատ բացի նայի, նոր այսպիսի հայտարարություններ անի։ Իդեպ Նարեկ, մենք խոսում ենք քիչ առաջ էթիկայի մասին, բայց կներեք, ես այստեղ պետքա միտումնավոր կերպով այդ էթիկական նորմերը խախտեմ եւ Սալավյովին դուրս պրծուկ անվանեմ, այո, որովհետեւ այն դուրս պրծուկը, որ կփորձի Հայաստանի Հանրապետության դեմ հատուկ ռազմական գործողությունների սանձազերծման այսպես ղողանջներ կարդալ, այո, նա դուրս պրծուկ է իմ համար ու այդտեղ էթիկայի նորմերը դնվում է մի կողմ։ Այդտեղ արդեն պատերազմական կանոններն են գալիս ճակերտավոր եւ ես այստեղ պարտավոր եմ հակադարձել իրենց այնպես ինչպես այն լեզվով, որ իրենք են արժանի։ Ինչա դուք չեք տեսնում Հայաստանի Հանրապետության դեմ որ հիբրիդային պատերազմ է տարվում, չեք տեսնում այդ հայտարարությունները ամենօրյա ռեժիմով Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետության շահը չեք տեսնում, թե ինչպես են իրենք ոտատակ տալիս։ Դե կներեք էլի Լավրովը ես չեմ զարմանում Լավրովի այդ հայտարարությունների վրա, որովհետև Լավրովը մի մարդ է, որ իրադարձությունների դեպքերի այս ընթացքի, այս թոհուբոհի մեջ դեռևս խոսում է եռակողմ պայմանավորվածությունների մասին։ Հիմա դուք այդ մարդուց ինչ եք սպասում։ Ինչ եռակողմ պայմանավորվածություններ, սա ձեզ այս հայտարարությունը լսելուց հետո ես հասկանում եմ, որ պարոն Լավրովը տառապում է ծերունական ինչ-որ լուրջ խնդիրներով եւ ինքը խնդիր ունի։
Իսկ այն որ Ռուսաստանի Դաշնությունը մեր դեմ պատերազմ է հայտարարել հիբրիդային եւ խնդիրադրել իր առաջ Գյումրի երկուսի սցենարի կիրառմամբ իշխանություն վերցնել, սա ակնհայտ է։ Արդեն իսկ ակնհայտ է, որովհետեւ այդ 5-րդ շարասյունը տարբեր բևեռներով, տարբեր ճակատներով ընտրությունների մասնակցելով այդպիսի նպատակ է հետապնդում։ Հանրության առողջ շերտերն էլ, առողջ քաղաքական ուժերն էլ շարունակում են խորը թմբիրի մեջ լինել եւ ամեն մեկն իրեն իր կոստյումի մեջ վարչապետ պատկերացնել։ Այս իրավիճակում ունենք այն, ինչ ունենք, եւ այս իրավիճակից վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իմաստությունը մեզ կառաջնորդի եւ մենք դուրս կգանք։ Եվ զգուշացումներ է ուղարկում Ռուսաստանը Հայաստանին։ Օրինակ ասում է Եվրամիությունը արդեն ռազմական կառույց է դառնում, դուք պատրաստ եք Ռուսաստանի դեմ գործող այդ կառույցի մաս դառնալ։ Այս հայտարարությունները ինչի համար են արվում։ Նայեք, ոչ միայն մենք պատրաստ ենք, մենք պետքա հիշեցնենք անընդհատ ամենօրյա ռեժիմով Լավրովին եւ Լավրովանման գործիչներին հյուսիսում գործող, որ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե օրենքով ընտրել է Եվրամիության անդամակցելու ճանապարհը։ Եվ այդ գործընթացի մեկնարկն արդեն իսկ տրված է։ Հայաստան Եվրամիություն բանակցությունները, օր-օրի խորացող բանակցությունները, գրանցվող արդյունքները հենց դրա մասին են։ Եթե իրենք այս բարձ ճշմարտությունը չեն հասկանում, սա էլի իրենց խնդիրն է։ Իսկ այո, Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի Եվրամիություն, գոնե թե օրվա իշխանությունը այդպիսի իմիտացիա է ստեղծում, որ գնում է դեպի Եվրամիություն, այստեղ է, որ պետք է առողջ քաղաքական ուժերը մուտք գործեն խորհրդարան, պետք է խորհրդարանում կարողանան արբիտրի դեր կատարել, կարողանան օրվա իշխանություններին հորդորել, ինչու ոչ ճնշել, որ դուրս գան ՀԱՊԿ-ից, դուրս գան ԵԱՏՄ-ից, դուրս գան ԱՊՀ-ից եւ կամուրջներ գցեն հավաքական արևմուտքի Բայց հետ։ չլսեցիք Ալեն Սիմոնյանը Ռուսաստանում անձամբ տեղեկացրեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ չկան։ Ալեն Սիմոնյանը կարծում եմ մի փոքր հեռուն է գնացել, Ալեն Սիմոնյանը երևի թե լավ չի պատկերացնում իրավիճակը եւ Ալեն Սիմոնյանը այդ դեպքում թող պատասխանի ինչի մասին էր Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը սկսելու գործընթաց Եվրամիությանը անդամակցելու։ Ինչի մասին էր դա։ Չէ՞ որ իր կողմից ղեկավարվող խորհրդարանն է այդպիսի որոշում ընդունել։ Քվեարկել քաղաքացիական նախաձեռնությանը կողմ եւ օրենքի ուժ տվել դրան։ Իսկ կներեք Ալեն Սիմոնյանը գուցե լավ չի հասկանում, որ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն իրար հետ անհամատեղելի են։ Իսկ այստեղ եթե կա հատուկենտ դեպք, որ ես Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների եւ Ռուսաստանի Դաշնության տեսակետի հետ համաձայն եմ, սա հենց այդ դեպքն է, որ այո, ԵԱՏՄ-ն եւ Եվրամիությունը անհամատեղելի են։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Եվ այս համատեքստում պետք է Ալեն Սիմոնյանը մի փոքր բացատրություն տա մեզ, թե ինչ նկատի ուներ։ Գուցե նկատի ուներ, որ կարճաժամկետ հատվածում Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Թե նկատի ուներ, որ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ից դուրս չի ուզում գալ։ Ես վստահ եմ, որ դուք նարեկ կունենաք հնարավորություն Ալեն Սիմոնյանին այդ հարցերը խորհրդարանի միջանցքներում ուղղելու։ Եվ այդքան որ խոսում է հիբրիդային պատերազմ եւ այլն, խորհրդարանի խոսնակի պաշտոնական պետական այցը Ռուսաստանի Դաշնություն, ըստ ձեզ բավարար չափով անդրադարձ եղավ այդ թեմաներին, թե Լավրովի մոտ ասել մտահոգիչ են, անհասցե, անանուն առանց թիրախները նշելու ասել մտահոգիչ են Մոսկվայից հնչող հայտարարությունները, այդքանը բավարար էր այս հարցին անդրադառնալու համար։ Ես այդքան ռոմանտիկ մարդ չեմ, որ մտածեմ, որ Ալեն Սիմոնյանի հորդորները, Ալեն Սիմոնյանի խոսքերը Լավրովի առաջ նստած կունենա ազդեցություն Ռուսաստանի Դաշնության քաղաքականության վրա։ Ոչ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է իր այդ գործելավոճը, ասեմ ավելին, քանի դեռ մոտենանք 2026 թվականի ընտրություններին, ել ավելի է սաստկանալու այդ գործողությունները եւ ի վերջո Ռուսաստանի Դաշնությունը խնդիր ա դրել, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության ներսում քաղաքացիներին մոլորեցնելով, ժողովրդավարական գործիքակազմից օգտվելով իշխանություն վերցնել։
բերել, նշանակել այստեղ մի խամաճիկային իշխանություն, որին հեշտ կկառավարի։ Եվ ոչ Ալեն Սիմոնյանի այդ հորդորները, կոչերը, մեղմիկ խնդրանքները, մեղմիկ արձագանքները ուղղված Լավրովին բնավ չեն զսպելու Ռուսաստանի Դաշնության ախորժակը։ Ցավոք սրտի։ Ինչ պետք է անել, որ ասում եք մեղմիկ էր։ Դե կներեք, Ալեն Սիմոնյանը ես մի բան կասեմ, Ալեն Սիմոնյանն արեց իր ուժերի առավելագույնի չափով այնտեղ ներկա գտնվեց։ Ես նորից եմ կրկնում, առհասարակ այդ խոսույթը նրանց առաջ նստել, խոսել, հորդորելը ոչ մի ազդեցություն չի ունենալու, ուստի կարելի էր ընդհանրապես չխոսել։ Կարելի էր ընդհանրապես չգնալ։ Ալեն Սիմոնյանի մասով ես ավելին չունեմ ասելու։ Ինքը արել է այն, ինչ որ հնարավոր է եղել, ինքը արել է այն, ինչ որ իր ուժերի սահմաններում է եղել։ Դա կբերի օգուտներ, կզսպի Ռուսաստանի Դաշնությանը, թե ոչ, իհարկե ոչ, չի զսպի։ Եվ այստեղ Ալեն Սիմոնյանի անձով դա պայմանավորված չի բնավ։ Ռուսաստանի Դաշնության պետական շահը թույլ չի տալիս այդ օրակարգը սպասարկել։ Ռուսաստանի Դաշնության պետական շահից է բխում Հայաստանի Հանրապետության ուղղությամբ հիբրիդային գրոհները այնքան ժամանակ, մինչև Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխվի։ Կամ տարածաշրջանում իրավիճակ փոխվի, որը փոփոխման միտումներ ունի այս պահին արդեն։ Եվ հենց դրա մասին է այդ փոփոխման միտումներից ելնելով է Ռուսաստանի Դաշնության հիբրիդային գրոհները ել ավելի սաստկանում Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Եվ վերջում ինչ սպասել Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից, հատկապես Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ կապված։ Էլի ի տարբերություն ոմանց ես ռոմանտիկ չեմ ես հարցում եւս եւ չեմ փորձի եւ չեմ գնա մտնի այդ դաշտ եւ հանրությանը չեմ մոլորեցնի։ Մարդիկ կան, որ պնդում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահը բարի կամք կդրսևորի եւ կվերադարձնի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ովքեր ցմահ բանտարկության դատապարտվեցին ցավալիորեն Բաքվում։ Ես այդ կարծիքին չեմ, որ Ալիևը կվերադարձնի, Ալիևը փորձում է միջազգային գործընկերների առաջ լեգիտիմության հիմքեր դնել եւ դրել է արդեն իսկ դրա տակ եւ պետք չի հանրությանը սրանով կերակրել, պետք չի հանրությանը եւ հիբրիդային պատերազմի գործիքների առաջ ճանապարհ բացել, որպեսզի հանրությանը մոլորեցնեն իրենք։ JD Vance-ի այցը դրա մասին չի, JD Vance-ի այցը տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է, թրիփի գործարկման մասին է, Հայաստանի Հանրապետությունում ներդրումների մասին է, Հայաստանի Հանրապետություն Միացյալ Նահանգներ հարաբերությունների խորացման մասին է, այս համատեքստում պետքա դիտարկել եւ որևէ պարագայում կեղծ ակնկալիքներ հանրության մեջ պետք չի ձևավորել, որ հեսա Վենսը կայցելի Հայաստանի Հանրապետություն, հետո կթռնի Բաքու, դրանից հետո կկնքվի խաղաղության պայմանագիրը։ Խաղաղության պայմանագրի մասով ես էլ եմ համաձայն, որ շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց այ գերիների կոնկրետ ռազմաքաղաքական ղեկավարությանը ես նկատի ունեմ։ Նրանց վերադարձ Հայաստանի Հանրապետությանը ես շատ քիչ հավանական եմ համարում։ Սա իրատեսության հարթակում պետքա դիտարկել իմ խոսքը, ոչ թե ցանկությունների։ Իհարկե յուրաքանչյուր հայ մարդու համար սարսափելի ցավ է, երբ որ ազգությամբ որևէ մի հայ, անկախ նրանից թե ով է եղել, ինչ պաշտոն է զբաղեցրել, ինչ հանցագործություններ է կատարել սեփական ժողովրդի նկատմամբ, որևէ մի հայ գտնվում է Բաքվի բանտում, սա յուրաքանչյուր հայի սրտից արյուն է կաթում եւ յուրաքանչյուր հայի խնդիրն է նրանց անհապաղ վերադարձնելը, բայց իրատեսությունը էլի պետքա մեզ առաջնորդի եւ հանրության հետ շփումներում հատկապես մենք պետքա հանրությանը չմոլորեցնենք։ Դե Նիկոլ Փաշինյանը գնում վերցնում է մրցանակը, հաջորդ օրը հայտարարում են ՑՄԱ դատական վճիռների մասին։ Իսկ ինչ եք սպասում։ Կներեք նարեկ, հարցը ձեզ ուղղված չի, ընդհանուր մեր ժողովրդին է ուղղված այն մարդկանց, ովքեր խոսում են։ Իսկ կներեք ինչ եք սպասում Ադրբեջանի նախագահից կամ Ադրբեջանից այդ հարցով։ Գուցե պետք չի այդ ձևական միջոցառումների մասնակցել, որի վերնագիրը խաղաղություն։ Իսկ ինչ է պետք անել։ Բակո Սահակյանի անունը, Արայիկ Հարությունյանի անունը,
վերցնել, տորպեդահարել այդ անուններով խաղաղության օրակարգը, հերթական մի պատերազմ ու պատուհաս բերել ես ժողովրդի գլխին, էտա ճանապարհը։ Իսկ ինչ եք առաջարկում։ Այսինքն չկա այլ Կներեք Հայաստանի Հանրապետության ներսում, Հայաստանի տարբերակ։ Հանրապետությունում մարդիկ կան այսօր, Լեռնային Ղարաբաղից եկած, որոնք ի պաշտոնե պատասխանատու էին այդ մարդկանց Ադրբեջանի ձեռքը չընկնելու հարցում։ Մինչև այսօր մեզ չեն պատասխանել։ Այդ ոնց ստացվեց, որ Բակո Սահակյանը գերի ընկավ։ Այդ ոնց ստացվեց, որ Արայիկ Հարությունյանը գերի ընկավ։ Այդ ոնց ստացվեց, որ Լևոն Մնացականյանը գերի ընկավ։ Բայց մարդիկ մինչև այսօր չեն պատասխանել, հիմա դուք ինչ եք սպասում, Հələ նախ թող իրենք խոսեն։ Այսինքն մենք ծայրահեղությունից ծայրահեղություն ունենք, կամ պետք Ոչ։ է նրանց անունները տանք, պատերազմ հրահրվի, կամ պետք է Ալիևի հետ Անունները տալի ես խաղաղության միայն անունները միշտ ենք տալիս, նարեկ, անունները միշտ ենք տալիս եւ տալու ենք, որովհետեւ նրանք ազգությամբ էթնիկ հայեր են։ Եվ ես կրկնում եմ, յուրաքանչյուր հայի սրտից արյուն է կաթում, երբ որ էթնիկ հայը Բաքվի բանտում պատիժ է կրում։ Այստեղ այլ բանի մասին էր խոսքը։ Ես ասում եմ, նրանց անուններով չպիտի տորպեդահարենք խաղաղության օրակարգը։ Սրանք շատ տարբեր բաներ են։ Այլ հարց եմ տալիս, այսինքն կամ այլ ընտրանքներից մեկը նրանց անունները ձեր ասած տորպեդահարումն է, կամ մյուսը Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի մասնակցությունը այդ ձևական խաղաղության միջոցառմանն ու մրցանակին։ Իսկ ինչու ձևական։ Դե եթե խաղաղությունը ինչու մեջ տարածքից դուրս չեն գալիս ադրբեջանցիները։ Սահմանազատման սահմանագծման արդյունքում դուրս կգան։ Ջերմուկի այդ տարածքները վիճելի չեն, որ մի հատ էլ պետք է սահմանազատել։ Առհասարակ հայ-ադրբեջանական սահմանը, ի գիտություն ձեզ, նարեկ սահմանագծված եւ սահմանազատված չի, բացառությամբ իրանցի 17 կիլոմետրանոց ջերմուկի տարածքը դա վիճելի չի եղել երբեք։ Իհարկե, եւ ադրբեջանական զորքը աներկբայորեն, այո, պետք է ասենք, որ մխրճվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեջ եւ շարունակում է դեռևս օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ջերմուկի հատվածից որոշ հատվածներ եւ ոչ միայն ջերմուկի հատվածից։ Եվ այո, այդ խնդիրը պետք է լուծվի սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում։ Իսկ ենթադրյալ խաղաղություն, կասկածյալ խաղաղություն, ինչի մասին է խոսքը, խաղաղություն չի։ Կներեք էլի օրվա իշխանությունները աչքից լույսը չեն, բայց հանուն արդարության եկեք ընդունենք էլի, որ խաղաղություն են բերել։ Չէ, տեսեք, երբ որ կոնկրետ խնդիրների մասին հարցադրումներ են լինում, դա չի նշանակում, որ այս արկա կայունությունը ինչ որ մեկի սրտով չէ։ Նայեք, Ադրբեջանը հիմքում, նրանց դատապարտելու հիմքում դրել է կոնկրետ հոդվածներ ա դրել հիմքում։ Հիմա դուք ինձ պատասխանեք, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հոդվածները սպասարկել, թե ոչ։ Ադրբեջանի կարծիքով Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը սեպարատիստներ են եղել իր ինքնիշխան տարածքում, այն տարածքում, որը որ մենք ճանաչել ենք։ Ինչ ենք անելու։ Եթե պատրաստ ենք արտահանձնման պարագայում նրանց ցմահ բանտարկությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովել, այս համատեքստում կարող ենք բանակցել։ Էլի, ցավով եմ ասում, բայց իրատեսական դիրքերից եմ ես իմ կարծիքն արտահայտում եւ բնավ էստեղ թող բան չփնտրեն էլի։ Սա է իրավիճակը։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, հարցը։ Ես եմ շնորհակալ։